հո մենք չենք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որի վերևը գրած է խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք։ Բայց դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ապահովի խաղաղություն։ 21-րդ դարում պատերազմները հիբրիդային են, բայց եթե նկատի առնենք պատերազմների զուտ ռազմական բաղադրիչը, դրան մենք սպասում ենք 1994 թվականի մայիսի 12-ից սկսած ամեն օր, եւ պատերազմի սպասումը երբևէ չի դադարել։ Թե քաղաքական որ ուժն ինչով կզբաղվի, կհաշվարկի, կանխարգելիչ գործողությունների կդիմի, իշխանապողության ծրագիր կմշակի, այդ ամենն արդեն երկրորդական է։ Նշյալ քաղաքական ուժերը կամ հենց իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ից այսօր դիցուկ կիբերանվտանգության ոլորտում այդ պատերազմում, որը 21-րդ դարի 3-րդ տասնամյակի ամենագլխավոր մարտահրավերն է, որևէ գործուն ջանք գործադրել են թե ոչ։ Բազմաթիվ հարցեր կան, օրինակ տնտեսական կամ ռազմական անվտանգության ոլորտներում։ Սահմանների կահավորման, անվտանգության ապահովման առումով որևէ քայլ արվել է թե ոչ։ Եթե այս հարցերի պատասխանները մենք չունենք, ակամա ստացվում է, որ քաղաքական դաշտի մնացած դերակատարների, կուսակցությունների ու դաշինքների պայքարի հանրային ընկալումը տեղավորվելու է բացառապես իշխանապողության համատեքստում։ Պետք է ջանքեր գործադրել ռազմավարություն մշակելու, նպատակ սահմանելու, խնդիրներ ձևակերպելու, ճանապարհային հստակ քարտեզ տալու, տակտիկական, մարտավարական խնդիրներ լուծելու, պատասխանատվություն բաժանելու, դերեր բաշխելու, մոնիթորինգի, հետևողականության հարցերում։ Եթե այս ամենը չես անում, բայց ասում ես գործող իշխանությունը չի անում այնպիսի քայլեր, որոնք բխում են մեր պետության շահերից, նշանակում է դու տեղով տապալված ես։ Համաժողովրդական ալիքի ընդլայնման խոչընդոտները հիմնականում գաղափարական մակարդակում պետք է տեսնել հենց այս տեսահայեցակարգային ընկալմամբ։ Գործող դերակատարներն ընկնում են այն նույն թակարդը, որոգայթը, որը Նիկոլ Փաշինյան կոչեցյալ անձն է ստեղծել։ Ինչ է անում Նիկոլը, երբ կա խնդիր, անվտանգության թեմա։ Մեր պետությունը կորցրել է ինքնիշխանությունը եւ կանգնած է անհետացման եզրին, բայց ինքը խոսույթը շատ սահուն տեղափոխում է այլ դաշտ եւ սկսում է վիրավորանքներ հասցեագրել։ Դա այն է, երբ Հայաստանի անվտանգության մասին խոսելու փոխարեն մեկս մեկին ասենք դու ստախոս ես։ Ասում են Նիկոլը դավաճան է, սա էլ թե դավաճանը դուք եք։ Եթե դավաճան եմ, եկեք հեռացրեք ինձ։ Հարցը մնում է, թակարդի ու խապկանքի մեջ ենք ընկնում։ Իսկապես ինչ որ գլոբալ ուժեր ունեցել են հնուց մշակված ծրագիր, մի քանի անգամ փորձել են իրականացնել եւ հիմա իրականացման փուլում է։ Այնպես որ եթե մենք ուզում ենք հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում, մենք պետք է հասկանանք, որ այս ամենը այս իշխանությունները չեն անում, որոշումները իրենք չեն կայացնում, եւ դե ուշադիր նայեք իրանք ունակել չեն ինչ որ կարգի քննարկումների որոշումների կազմեն, դրսերում է եւ եթե մենք ուզում ենք ինչ որ բան անել հնարավոր նվազագույն կորուստներով այս վիճակից դուրս գալու, մեծ լուրջ աշխարհաքաղաքագիտական ուսումնասիրություններ պետք է կատարվի, որ վերջիվերջո պարզենք որ պետություններն են, որ ուժերն են, ինչ են ուզում, ինչպես են անելու, իրենց ծրագրերի մեջ կանք, չկանք, այդ դեպքում մենք ինչ անենք։ Ոմանց միջանձնային հարաբերությունները, չհիմնավորված հավակնությունները, պարծենկոտությունը հասցնում են այն վիճակին, որ մենք ոչ միայն խնդիրը չենք լուծում, այլև գաղափարն է ոտնահարվում եւ արժե զրկվում։ Մարդիկ սկսում են դրան չհավատալ։ Պարզ մարդն ինչ է ասում։ Ուզում եմ տեսնել լավ գաղափար, բայց նաև այն անձանց, որոնք իրականացնում են այդ գաղափարը, հավատավոր են, հետևողական, մինչև վերջ կգնան։ Եթե մեկը լավ գաղափար է ասում, բայց պահվածքով, վարքաբանությամբ, բարոյագիտությամբ ի վիճակի չէ վեր կանգնելու նեղանձնական խնդիրներից, ինչպես է պահելու այդ գաղափարը։ Ստացվում է դարձի շրջանես յուր, նույն սխալներն ենք գործում։ Խնդրի լուծում իհարկե կա։ Ով ասաց, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը որևէ մեկի սեփականությունն է։ Մենք դիրքավորվել ենք այնպես, որ եթե այս կամ այն անհատը չլինի, ուրեմն դաշտը կպառակտվի։ Սա ջուր է լցնում բացառապես գործող իշխանության ջրաղացին։ Փաշինյանն էլ շատ պարզ ասում է, եթե դուք եք ինձ հակադարձում պաշտոնական մակարդակով, ապա ես վերարտադրվելու եմ։ Ամեն մեկը ուզում է ձգտի իր իշխանությանը, բայց իրար մեջ աշխատում են այդ շատ ոնց որ իրար չհարվածել կամ sense գուշ են բան, հետո մեկ-մեկ լինում է, սկսում են սրանը, բայց հենց որ ասենք ինչ որ մի հատ նպատակ ստեղծվի, որ բոլորը կարող են միավորվել, կմիավորվեն, եթե այո, ընտրությունների պարագայում սկսում են մրցակցել։ Օրինակ հանրաքվեի պարագայում չեն մրցակցի, վերցնենք հայաքվեի դեպքը, երբ որ ինչու բոլորը այտենց միացան, որտեղ այնտեղ իշխանության գալու հարց չկար։ Այնտեղ գաղափարն էր Արցախի պաշտպանություն, ցեղասպանության ճանաչում եւ հաջողության դեպքում ոչ մեկ իշխանության չէր գալու։ Պարզապես այդ նպատակը իրագործվելու է։ Իսկ երբ որ ընտրություններ են, արդեն սկսում են ոնց որ ամեն մեկը պայքարել իր իշխանության համար ու մեկը մյուսին խփում։ Ով ասաց, թե հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չունեն այլ ընտրանք։
Այսինչ անհատի ֆետիշացման դարաշրջան է երբվանից։ Մարդիկ պիտի հասկանան, որ սերնդափոխություն պիտի կատարվի, եւ եթե ընդդիմությունը պիտի իշխանափոխության ծրագրով գնա, ապա առաջին հերթին իր ներսից, իր շարքերում պետք է սկսի այդ փոփոխությունը։ Որոշիչ հարգելի քաղաքացի, թե որ ելեսն է ճիշտ։